Անկարան եւ Երևանն ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օնջու Կեչելին հայտնել է, որ սա 2022 թվականից մեկնարկած կարգավորման գործընթացի կարևոր փուլն է, թեև սահմանի բացման տեխնիկական աշխատանքները դեռ շարունակվում են։ Նոր կարգավորման արդյունքում երրորդ երկրների միջոցով տեղափոխվող բեռների փաստաթղթերում այսուհետ հնարավոր կլինի որպես ծագման կետ կամ վերջնական ուղղություն նշել հենց Հայաստան կամ Թուրքիա։ Կողմերն ընդգծում են, որ այս քայլն ուղղված է տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացմանն ու երկարատև խաղաղության ամրապնդմանը։ Բռնազավթված հյուսիսային Կիպրոսի թուրքական իշխանությունները վերջին պահին չեղարկել են դեպի 11-րդ դարի հայկական Սուրբ Մակար վանք նախատեսված ուխտագնացությունը։ Չնայած ՄԱԿ-ի միջոցով 3 ամիս առաջ ներկայացված փաստաթղթերին, թուրքական կողմը որոշումը պատճառաբանել է գրասենյակային սխալով եւ շինության կիսավեր վիճակով։ Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մախտեսյանը նշել է, որ այս քայլով խզվում է ուխտագնացության ավանդույթը, որն աստիճանաբար վերականգնվել էր վերջին 2 տասնամյակների ընթացքում։ Սուրբ Մակարի վանքը, որը 1425 թվականից հանդիսանում էր հայկական սեփականություն, մինչև 1974 թվականի թուրքական ներխուժումը համարվում էր Կիպրոսի հայության կարևորագույն հոգևոր կենտրոնն ու ուխտատեղին։ Այս որոշումը հարուցել է տեղի հայ համայնքի վրդովմունքը, քանի որ ուխտագնացության համար արդեն պատրաստ էին տրանսպորտային միջոցները եւ գրանցվել էին մի քանի տասնյակ մասնակիցներ։